Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, մեր երիտասարդությանը, մեր երեխաներին, ովքեր արդեն մտնում են, այո, մեծ կյանք, հենց այդ երևի թե շատ կրկնված այո խոսքերը, նոր աշխարհ է բացվելու իրենց համար եւ նոր փուլ են սկսելու հաղթահարել իրենց կյանքում։ Ցանկանամ, որ նրանք լինեն հաջողակ, ամենագլխավորը լինել հաջողակ, փորձել շատ կրթվել, շարունակել դեռ կրթվել, որպիսի ունենան եւ լավ ապագա եւ իհարկե լավ հաջողակ կյանք։ Ես ձեզ հորդորում եմ, որ դուք հիմա պատրաստ եք համեղ սեղաներ, եթե դեռ տանից դուրս չեք եկել, լավ նախաճաշեք, հետո գնաք այդ արարողությունները կատարելու, իսկ եթե ոչ, տուն վերադառնաք, ապա բացեք մեծ եւ գեղեցիկ սեղաններ ձեր երեխաների լավ առիթը նշելու համար։ Եվ ես էլ իմ կողմից ուզում եմ այսօր այսպես քաղցրով ավարտենք շաբաթը, քանի որ շատ տոնական օր է այսօր։ Մենք այսօր կպատրաստենք շատ ավանդական թխվածք, բոլորից շատ պարզ հայտնի բաղադրիչներով։ Ես էլի առիթ եղել է նույն բաղադրատոմսով թխվածք եմ պատրաստել, միայն այսօր փոփոխությունը կլինի նրանում, որ շաքարավազ չենք օգտագործի, այլ կօգտագործենք մուրաբա։ Այսինքն ինչ ենք անելու։ Մեր կեքսը պատրաստելու համար մեզ պետք է լինելու 3 հավկիտ, մեզ պետք է լինելու մածուն, սոդա, բուսայուղ, այստեղ ունեմ մուրաբա, ինչպես նշեցի, որը կօգտագործենք շաքարավազի փոխարեն, եւ ունենք կակաո։ Կակաոն ուրեմն որոշեցի, որ կեքսը կպատրաստենք 2 մասից, այսինքն մի մասը կակաո կխառնենք, մյուս մասը մուրաբա, եւ կհասկանանք, կտեսնենք, թե ինչ է ստացվելու այս բոլորից։ Հիմա կամաց պետք է սկսեմ իմ աշխատանքը եւ իհարկե, որպեսզի հասցնենք մինչ հաղորդման ավարտը ստանալ այն գեղեցիկ համեղ թխուկը, որի մասին այսքան խոսեցի։ Ահա ինչ եմ անում եւ առաջին հերթին ես իմ գոգնոցը պետք է գտնեմ եւ հագնեմ, ահա, եւ իհարկե անցնենք առաջ։ Ես հուսով եմ բոլորդ ունեք լավ տրամադրություն եւ ամբողջ օրվա ընթացքում այս տրամադրությունը շարունակվելու է։ Սիրելիներս, մենք հիմա կունենանք կարճատև դադար, բայց վերադառնանք ու սկսենք մեր աշխատանքը, մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Սիրելիներս, ինչպես հիշում եք, ես ասացի այսօր թխվածք ենք պատրաստում, որի բաղադրիչները շատ պարզ են, շատ հասանելի են, մշտապես այս բաղադրատոմսից բոլորս էլ օգտվում ենք։ Միայն այսօր բացառություն եմ արել, շաքարավազի փոխարեն կօգտագործենք մուրաբա։ Իսկ մուրաբան իհարկե գիտեք որքան համեղ է ազնվամորու մուրաբան, այսօր դա ենք օգտագործելու եւ այն տրամադրում է մեզ Իջևանի գինու եւ պահածոների գործարանը։ Եվ այսօր մենք կվայելենք այս համեղ մուրաբան։ Ինչ ենք անում։ Առաջին հերթին 3 հավկիթը կոտրենք եւ իհարկե սկսենք հարել։ Սիրելիներս, այսօր հարիչ չեմ օգտագործելու, պարզապես ձեռքի հարիչով, հենց այսպես էլ կհարենք, ինչու որովհետեւ առավել եւս որ շաքարավազ չի լինելու այստեղ կարիք չկա էլեկտրական հարիչի, ձեռքով կհարենք եւ ամեն բան իր տեղը կընկնի։ Ահա։ Հավկիթ 3 հավկիթ ունենք։ Այսպես սկսենք հարել։ Սովորաբար շաքարավազի պարագայում մենք հավկիթի հետ սկսում ենք կամաց հարել շաքարավազը աստիճանաբար։ Բայց այսօր այդ պրոցեսն էլ է դուրս եկել, այսպես ասած ավելի հեշտացել է այսօր մեր գործը։ Պարզապես հիմա փորձեմ լավ հարել հավկիթը, որպեսզի ամբողջությամբ այն բացվի։ Իհարկե այստեղ վանիլին է պետք ավելացնել, սիրելիներս, չմոռանանք հավկիթի հետ վանիլին օգտագործենք։ Ահա։ Այսպես։ Անմիջապես տարածվեց վանիլինի հոտը։ Ահա սիրելիներս, հիմա կլցնենք բուսայուղը։ Բուսայուղը կարծում եմ 1 սուրճի գավաթ, նորմալ սուրճի գավաթով
ամբողջական կարող եք լցնել։ Իսկ եթե ձեռքի տակ հենց այսպես մեծ բաժակ է, ես արդեն աչքաչափով այս չափը բավարար է, կեսից ավելի քիչ։ Լցրեցինք վուսայուղը։ Էլի հարենք։ Եվ արդեն ավելացնենք մածունը։ Այսպես։ Սիրելիներ, ցանկության դեպքում մածունը պետք է կարող եք փոխարինել թթվասերով։ Կարող եք պարզապես կեսը մածուն, կեսը թթվասեր, ինչպես դուք եք ցանկանում, այսինքն այստեղ որևիցե պարտադիր պայման չկա, մեր ավանդական կեքսները դուք բոլորդ էլ գիտեք, որ որը որի հետ կարող եք փոխարինել, կամ պարզապես այս բոլորը բացառելով մեկ այսպիսի բաժակ կաթ գոլ վիճակում, ընդհանրապես հիմնականում պետք է աշխատենք թխվածք պատրաստելիս, իհարկե որոշ թխվածքներ այլ մոտեցում են ուզում, բայց հիմնականում պետք է աշխատենք, որպեսզի բաղադրիչները լինեն սենյակային ջերմաստիճանի, որպեսզի ավելի այսպես փխրուն, ավելի համեղ ստացվի մեր թխվածքները, եւ այս պարագայում էլ, եթե մածուն ունեք, կարելի է նույնիսկ, եթե շատ սառն է, սառնարանից հենց նոր եք հանել, կարելի է այն մի փոքր գազօջախի վրա այսպես տաքացնել, որպեսզի մի քիչ գոլ վիճակում օգտագործեք այն, այսպիսի դետալներ կա, մանրուքներ կա, որ պետք է թխվածք պատրաստելիս մի փոքր տեղյակ լինենք։ Քանի որ թխվածքը շատ այսպես յուրահատուկ պատրաստման ձև է, որը մի փոքր եթե շեղվես, 10 գրամ այս կողմ, 1 գրամ այն կողմ, մի քիչ տաք, մի քիչ պաղ, մի տեսակ երբեմն այն չի ստացվում։ Ահա, խնդրեմ, հիմա ավելացնում ենք ուրեմն։ Մեզ գթալ է պետք, ես գթալս, ահա, այստեղ է։ Հիմա ավելացնեմ մածունը։ Ավելացնենք այստեղ սոդա, թեյի գթալից մի ամբողջական չենք լցնում, մի քիչ ավելի քիչ, մեկ թեյի գթալ, ահա։ Լավ հարենք, ցանկության դեպքում կարող եք սոդայի հետ նաև քացախ ավելացնել, այդպես փրփրուն դարձնել մածունը, հետո ավելացնել։ Այսօր ուզում եմ դա բացառել։ Սովորաբար ես քացախը օգտագործում եմ։ Ավելացնենք հավկիթի վրա։ Ադրինե։ Ողջույն, ողջույն։ Հրաշալի տրամադրություն կա ու համեղ բան ես պատրաստում ես համար։ Ուզում ենք տոնել այսօր։ Այո, իսկ դու հիշում ես քո վերջին զանգը։ Ոնց չեմ հիշում։ Ոնց կարող եմ չհիշել։ Ես հիշում եմ ժամանակ այսպեսի մեծ բանտիկներ էին անում, չէ՞։ Մենք արդեն չունեինք ժապավեններ, որովհետև պարարվեստի ուսումնարանի աղջիկները միշտ հավաքած մազերով ավելի զուսպ վիճակներում էին, այդպիսի բանտիկներ չէինք ունենում։ Իհարկե երբեմն ինչու ոչ, բայց ավելի զուսպ էր մեր ամեն կեցվածքը, բայց ես շատ լավ եմ հիշում, իհարկե դա 93 թիվներ, այն վատ շրջաններ, վատ տարիներն էին, բայց շատ շքեղ մերը մի փոքր սովորական դպրոցներից տարբերվում էր մեր վերջին զանգը, բայց շատ հետաքրքիր եւ հիշարժան էր։ Երբեք չեմ մոռանա մեր հարգելի, պատվելի այդ շատ հրաշալի կնոջը, մեր տնօրենի Թերեզա Գրիգորյանին, ես լուսահոգի Թերեզա Գրիգորյանին, որի մասին խոսել անվերջ կարելի է, եւ ով իսկապես իր սաների, իր աշակերտների համար շատ չգիտեմ ոնց ներկայացնեմ, շատ մայր էր, թատերականությունում էլ է դասավանդել։ Այո, գիտեմ, դերասանի վարպետություն։ Բարի։ Այո, նաև բարի։ Այո, որովհետև հրաշալի կին էր իր տեսքով, իր կեցվածքով, իր բնավորությամբ, իր խստությամբ, իր մոտեցումով գործին։ Տեսնում ես հիմա դու արդեն շատ էսպես ջերմ հիշում ես։ Այո, շատ։ Ես ընդհանրապես իմիջիալս լավ առիթ է։ Ես իմ ուսուցիչներին բոլորին ողջունում եմ։
շատ սիրում եմ ձեզ եւ շատ շնորհակալ եմ այդ տարիների համար, որ իսկապես մեզ կրթեցիք եւ այսպես շատ բան տվեցիք մեզ, ինչի համար իսկապես խոնարհումս ձեզ։ Ես էլ ուզում եմ ողջունել իմ համադասարանցիներին, ճիշտ է, նրանք աշխարհի տարբեր անկյուններում են ծրված այս պահին արդեն, բայց բոլորին ողջունում եմ, որովհետեւ կա կապ նրանց հետ եւ բնականաբար շարունակում են այդ հաճելի հիշողություններով միմյանց հետ կիսվել, այնպես որ ողջուններս բոլորին, եթե այս պահին դիտում եք, այո, շատ հաճելի էր դպրոցական տարիները եւ այն ժամանակ, երբ որ մի քիչ այո, հենց այդ շրջաններ, որ անհանգստություններ կարելի երկրում եւ բնականաբար ամեն ինչ խառնված էր իրար, չեմ կարող ասել, որ այդպես շատ վառ ու շատ ջերմ հիշողություններ ունեմ դպրոցից, որովհետեւ այդ տարիներին մի քիչ դպրոցում էլ անհանգստություն կար, որովհետեւ այո շատ կարևոր է այն կա մանկական հիշողությունը, որը ձևավորվում է քո մեջ եւ այդպես միշտ մնում է քեզ հետ եւ եթե այդ հիշողությունները լավն են, բնականաբար հետո լավն է հիշում, բայց եղել լինում են նաեւ ոչ ճիշտ մոտեցում դեպի աշակերտներին այդ տարիներին դա շատ մի քիչ ընդունված էր, մի քիչ այդ շուկայական վիճակներ, որը փառք Աստծո հիմա արդեն դպրոցներում դա վերացվեց, այո, իսկ այն ժամանակ այդ շուկայական վիճակը կար եւ դա խանգարում էր ճիշտ ըմբռնմանը աշակերտ ուսուցիչ հարաբերության եւ ընդհանրապես դպրոցի հետ, բայց հիմա կարծում եմ շատ ավելի կարգավորված է եւ այս ամենը հանված է, որտեղ ես գիտեմ, որ շատ դպրոցներում նույնիսկ արգելված է, գումար հավաքել, ինչ-որ բաների համար նախաձեռնությունների եւ դա շատ խիստ հսկողության տակ է արվում, իսկ այն ժամանակ այդպես չկար, այն ժամանակ մի քիչ ուրիշ էր, լավ, չխորանանք այդ ամենի մեջ, ես պարզապես ողջունում եմ իմ համադասարանցիներին, ուրեմն շատ սիրելի դասատուներ, բնականաբար, որոնց հիշում եմ շատ ջերմ, որովհետեւ ոչ բոլորն էին, որ այդ մտքի հետ համաձայն են այդ առևտրական, մի խոսքով, ջերմ ողջուններս եւ հաճելի հիշողություններիս համար շատ ճիշտ ես, ողջունում ենք իսկապես, մենք մեծ ենք, հիմա շատ մեծ ենք, բայց մեր ուսուցիչներին երբեք չենք մոռացել, մանավանդ այո, այն ուսուցիչներին, ովքեր աշակերտների հետ սերտ հարաբերությունների մեջ էին, այսինքն հասկանում էին աշակերտին եւ առաջնորդում էին դեպի մեծ կյանք։ Եվ իմիջիալոց չեմ ուզում եմ առիթից օգտվել եւ հիշել իմ ընկեր Սաֆարյանին, մեր Սոնայի հայրիկին, ով եղել է իմ ամենասիրելի ուսուցիչը, ողջունում եմ ձեզ ընկեր Սաֆարյան եւ շատ շնորհակալ եմ այն տարիների համար, որ դուք մեզ լավ ընկեր եղաք եւ մեզ կարողացաք կրթել այնպես, ինչպես մենք հիմա ներկայանում ենք։ Եվ իմ ընկեր Բարխուդարյանին, իմ ամենասիրելի դասրեկին, իմ հրաշք ընկեր Բարխուդարյանին, ում ցանկանում եմ ամենալավն ու բարին։ Այո, խոնարհումներս բոլոր ուսուցիչներին, որովհետեւ շատ կարեւոր գործ եք անում եւ շատ ազնվեր եւ առանձնահատուկ իհարկե ողջունել բոլոր մանկավարժներին, որովհետև երեխաների հետ աշխատելը, նրանց կրթելը շատ դժվար եւ շատ հերոսական գործ է այսօր, գիտենք, որ այդքան բարձր չեն, հա, վարձատրությունները այս ոլորտում, բայց միևնույն է կան շատ նվիրալ ուսուցիչներ, որոնք այդ ամենի մասին չեն մտածում, այլ մտածում են մի գաղափարի մասին կրթելու սերունդը եւ դարձնելու ավելի խելացի եւ գիտակ, որպեսզի արդեն երկրում ապագան ձևավորվի ավելի ճիշտ։ Այնպես որ սիրելի ուսուցիչներ, խոնարհումներս բոլորին, սա նաեւ ձեր տոնն է, ձեր աշխատանքի արդյունքն է, որոնցով հետագայում արդեն հպարտանալու եք, երբ որ ձեր աշակերտները կհասնեն բարձունքների, այ դուք ասեք, իմ աշակերտն է։ Ճիշտ է։ Ես ցավոք սրտի, իհարկե, ես չհասցրեցի հանդիպել իմ առաջին դասարանի ուսուցչի հետ, ով հետո իմացա, որ պարզապես ամեն անգամ եթերները նայելուց ասում էր իմ Սուրենն է։ Եվ այդպես հանկարծ մի օր ցանկություն հայտնեցի, որտեղ իմացա, որ նա հետաքրքրված է, բայց ցավոք նա արդեն անկողնային էր եւ մենք չկարողացանք հանդիպել, այնպես որ պետք չի ասել կանենք անպայման հետո կհանդիպենք, արեք հենց այդ պահին, եթե գտնում եք, որ դա պետք է արվի, այնպես որ խոնարհումներ ձեզ սիրելի ուսուցիչներ, այս պահին էլ կարճ դադար մենք կունենանք, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Այստեղ մեզ մոտ թոհ ու բոհ է։ Տոնական օր է, մի տեսակ շատ տոնական։ Սոված ենք։ Ինչ մեղքս տակցնեմ, սոված եմ։ Սուրենը պատրաստում է նախաճաշ, հետո ինքան լավ է, երբ մայրը զբաղված է խոհանոցում, երեխեքը գայս են օգնում են։ Նախաճաշ են խոհանոցը։ Ես ուզում եմ արդարացնեմ ամեն բան, դու ամեն բան։ Ես ամեն բան ասում եմ, այնպես ինչպես կա։ Ինչպես որ կա։ Շատ համեղ բաստուրմայով պանիրն ենք ուտում էլոլայի, այնպես որ Այնպես որ Ժորժ ջան նախաճաշեք։ Ներողություն, եթե այսօր բաստուրմայի հոտը շատ լինի։
Սա խոսում է այն մասին, որ դուք էլ անպայման պետք է նախաճաշեք։ Իսկ ես պատրաստում եմ իմ կեքսը, սիրելիներս, մաղով անցկացնենք 2 բաժակ ալյուր եւ ավելացնենք մեր զանգվածի վրա։ Առայժմ հեղուկ զանգվածի, որը պետք է վերածենք ավելի իհարկե կեքսանման պինդ, ուրեմն զանգված ստանանք։ Սա կթողնեմ առայժմ այստեղ եւ աստիճանաբար հիմա ավելացնենք, այստեղ իհարկե մի փոքր աղ կցանեմ եւ ցանկության դեպքում մեկ առատ թեյի գտալ կարող եք փխրեցուցիչ ավելացնել նաեւ։ Ես հիմա աստիճանաբար այսպես լցնեմ եւ խառնելով գնանք առաջ։ Խառնելուց հետո սիրելիներս կավելացնեմ մեր մուրաբան։ Եվ կարծում եմ այս ընթացքում, չգիտեմ, մի փոքր երևի կթողնենք հանգստանա մեր խմորը, հետո արդեն կավելացնենք, մուրաբան բացում է Սուրեն ջան, ես արդեն հոգ էի տարել այդ մասին, փոքրիկ ափսե կտաս ինձ Ադրինե, ես ուզում եմ պանիրը մուրաբայով, փոքրիկ ափսե։ Ես հիշում եմ, երբ որ մենք հանկարծ փոքր ժամանակ մուրաբայով պանիր ուտենք կամ քաղցրով խառնենք աղին իրար հետ, մեզ կասեին այսինքն խենթություն է, այո։ Բայց հիմա սա շատ համային իդեալական համադրություն է, իսկապես ես կողմ եմ, միայն կողմ եմ այսպիսի համադրություններից, ես էլ խորհուրդ եմ տալիս Ժորժ ջան, փորձեք։ Ահա, ես հիմա ուզում եմ ավելացնեմ մեր մուրաբան։ Աչքաչափով եմ սիրելիներս լցնում, այդպես չափաբաժին չեմ կարող ասել, պարզապես այսպես աչքաչափով լցրեցինք։ Էլոլան եւ Իջևանի գինու գործանը շատ համադրելի են իրար հետ։ Եվ իհարկե համարյա պատրաստ է մեր խմորը։ Մի փոքր ես խմոր կառանձնացնեմ, որպեսզի մեջը ավելացնեմ կակաո։ Եվ իհարկե արդեն կտեղափոխենք մեր հրակայուն ամանի մեջ, որպեսզի ջեռոցում եփվի։ Իմիջիայլոց սիրելիներս, պարտադիր պայման չէ բոլոր թխվածները պատրաստել ջեռոցում։ Կարելի է նաև գազօջախի վրա էլ թխել, ունենալ համապատասխան աման, այսինքն լավ կաթսա, որը չկպչի, այդպես չփչացնի մեր թխվածքը, մի փոքր կաթսայի մեջ գոլորշ ջուր ենք լցնում, տեղադրում ենք տարան, կեքսի եւ գոլորշիով այն եփվում է ընտիր ձևով։ Որպեսզի այս ամենը հասնի նաեւ մեր մյուս անձնակազմին, այս բանին դարձարկում, թե չես ամբողջ հիմա կուտեմ։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին, ովքեր այսօր ավարտում են դպրոցը եւ ինչպես այսպես դարերից եկած խոսքն է ասում, մտնում են մեծ կյանք եւ շարժվելով առաջ խոհանոցում եմ իմ ֆրացիելի Ադրինեի կողքին, որովհետեւ ինքը այսօր պատրաստում է քաղցր բաղադրատոմս, որտեղ քաղցր այնտեղ ես։ Շատ համահունչ ենք։ Այո, Սոն, դու շատ տոնական ես այսօր, շատ գեղեցիկ ես։ Վերջին զանգյան։ Այո, շատ այսպես համահունչ ենք, ինձ թվում է օրվա հետ։ Եվս մեկ անգամ ես էլ եմ միանում քո գեղեցիկ խոսքերին շնորհավորենք եւ ասենք բարձր տրամադրություն ենք մաղթում ու թող ամբողջ օրը այսպես լավ տրամադրությամբ շարունակվի ու հետագա կյանքն էլ հենց այդպիսի բարձր տրամադրությամբ լինի։ Եվ իհարկե մենք առաջարկել ենք այսօր քաղցր կեքս, այո, համեղ տարբերակ, իհարկե բաղադրիչները եւ բաղադրատոմսը բոլորին էլ շատ պարզ է եւ հայտնի է։ Սիրելիներս, ես մեկ ամբողջական ամանը արդեն տեղափոխել եմ ջեռոց, որպեսզի հասցնենք պատրաստի վիճակում ցուցադրենք։ Հիմա մի փոքր մնաց խմորից ես կլցնեմ այս փոքրիկ ամանիկի մեջ եւ մենք իհարկե դուք էլ կտեսնեք թե ինչպես է այն ուրեմն դասավորվում ամանի մեջ։ Մի քիչ բուսայուղ ավելացնեմ ամանի մեջ։ Հարցնեմ զեբրայի տեսք, հա։ Նման մի բան, այո, կարող է շատ այսպես ասած նման չլինի, բայց այո, ինչու ոչ, տարբերակը հենց այդպեսին է։ Սիրելիներս, յուղ ենք լավ ամանը, եթե զգում եք մի փոքր շատ է, կարելի է ինչու ոչ այն յուղը լցնել խմորի մեջ եւ խմորը լավ խառնել, այո, իհարկե։ Եվ ես սկսեմ արդեն ներկայացնել, թե ինչ ենք անում։ Այո, զեբրայի տարբերակ, երևի դու ճիշտ նշեցիր։ Մոտավորապես, այո, նման մի բան։ Մի փոքր պինդ է ստացվել զանգվածը, զեբրայի տարբերակում ավելի, այսպես մի քիչ
թույլ խմոր է, ավելի հեշտ է լինում այդ ձևը ստանալ, այս պարագայում մի քիչ մեր խմորը պինդ է, ավելացնեմ, այո, արդեն կարող ենք ավելացնել հաջորդ շերտը, և երևի մեկ շերտ էլ կստացվի շոկոլադե, մյուս շերտը առանց շոկոլադի, ամբողջապես լցնեմ այն, և իհարկե վերջում այդ տարբերակը։ Իհարկե ծանրությունից այն կմիախառնվի, հաստատ որ դա էլ լցնես սրա վրա, այո, կարող ես լցնել։ Լցրեց։ Ամբողջովին կարող ես, այո։ Մի փոքր քիչ մնա վրայի հատվածում շոկոլադը, բավական շատ ես էլի Ադրինա, այո, ճիշտ է, բավականին շատ է, բայց կարծում եմ այսպես կուրչի ամանից էլ մի բան էլ դուրս կգա և շատ հաճելի կլինի, ես միջալի շատ սիրում եմ այդ տարբերը, երբ ուրչած մեծ, այո, դուրս է գալիս, այսպես թափվում է, շատ հետաքրքիր ճոխություն է տալիս, շատ տիկնիկի չափաբաժին է, սա ես և դուք ուտենք, շատ լավ, այսպես, և կարելի է իմիջալոց ասեմ, որ որից է փայտիկի կամ քչփորիկի կամ այս խորովածի համար նախատեսված փայտիկով կարելի է այսպես, այո, խառնել, որպեսզի գունային ինչ-որ ներսում համադրություն լինի, այ այսպես։ Ես գործեմ ինչքան այս ամանից փորձեմ զանգված դուրս բերել, դուրս կգա ինչ-որ շատ է։ Շատ լավ է, թող շատ լինի։ Արի մի քիչ էլ ավելացնեմ։ Այո, այսպես։ Շատ լավ է, ընտիր։ Այո։ Շատ հոյակապ է։ Ահա։ Ուզես էլի խառնեմ մի փոքր այս հատվածը, որը նոր ավելացրի։ Արդեն շոկոլադի հատվածը դուրս եկավ երես, այո։ Այնպես որ սիրելիներս այսպիսի տարբերակ էլ ունենք, մեծ ամանով էլ ունենք, ես հենց հիմա կտեղափոխեմ այն ջեռոց և քիչ հետո երևի թե պատրաստ կլինի ու կվայելենք։ Ահա։ Եվ իհարկե չենք մոռանում լավագույնների մասին, ովքեր մեզ մշտապես օգնում են խոհանոցում, Էլոլա ապրանքանիշը, որը առաջարկում է անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, կարող եք ձեռք բերել եւ վայելել ընտանիքի անդամներով, հատկապես փոքրիկներին կարող եք տալ, որովհետեւ շատ կարեւոր է մեր օրերում գտնել կաթնամթերք, որը առանց հավելումների է եւ բացառապես անարատ կաթից է պատրաստվում։ Դե իսկ պանիների լայն տեսականի մասին պարբերաբար ձեզ պատմում ենք այսօր առավոտյան էլ մենք ինքներս օգտվեցինք նոր ույթից Էլոլայի Բաստուրմա Սոլուգունի համադրությունից, որը մեր ամբողջ թիմը շատ է սիրել։ Շատ։ Այո։ Եվ իհարկե, չենք մոռանում, ջան։ Ուզում էի նշել, որ շատ կարևոր է այդ նախաճաշի միշտ անընդմեջ կրկնում ենք այդ մասին եւ Բաստուրմայով այդ պանիրը, Սուլուգունի պանիրը ինձ թվում է, եթե ձեռքի տակ ունենաք, ել չեք կարող այսպես խուսափել նախաճաշից, այն կհիշեցնի ձեզ նախաճաշի մասին եւ դուք շատ համեղ օգտակար առավոտյան նախաճաշ կունենաք։ Այո, գայթակղությանը հաստատ չեք դիմանա եւ իհարկե օրվա բաղադրատոմսի հետ եւ քանի որ այսօր ի վերջո տոնական է օրը, առանձնացնում ենք Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող անմահական գինիները, առավոտյան իհարկե խորհուրդ է տրվում փրփրուն գինին, բայց օրվա ընթացքում կարող եք անցնել նաեւ սպիտակ, ռոզե տարբերակին, երեկոյան էլ կարմիր գինուն, այնպես որ առանձնացրեք հենց այս ապրանքանիշը, քանի որ այն վաղուց հայտնի է եւ շատ սիրելի է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ իհարկե գինու գործարանը արտադրում է պահածոների, հյութերի լայն տեսականի, որոնք բոլորը փաստում եւ հիշեցնում են տնական համի ու հոտի մասին։ Հոյակապ է, ես կարծում եմ, այո, այսօր այդ օրն է, որ սեղանները ճոխ լինեն, առատ լինեն եւ այս բոլոր մեր նշած ապրանքանիշը նաեւ լինի ձեր սեղանին։ Այնպես որ վայելեք օրը, վայելեք տոնը, առիթը բաց մի թողեք։ Սովորաբար այսպես խույս ենք տալիս, ասում ենք, դե լավ ժամանակը չէ, հիմա չէ, հետո կանենք, բայց այսօր պետք է առիթից օգտվել հաստատ։ Եվ երեխաներին էլ այսպես քաջալերենք, որպեսզի նրանք շատ ուրախ մուտք անեն հաջորդ փուլ, իրենց կյանքի հաջորդ փուլը։ Դե քանի որ մեր խոհանոցում, Ադրինեի խոհանոցում ամեն ինչ պարզ է եւ պատրաստ է, հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։
իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա թխվել է մեր թխվածքը, ես արդեն պատրաստում եմ այն կտրատել, միայն պետք է շաքարի փոշի իհարկե ցանենք, որպեսզի ավելի գեղեցիկ եւ լավ վայելենք, ահա սա էլ այն փոքրիկ տարբերակը եւ այսպես կարելի է նաեւ շուրջ անել, որպեսզի հետաքրքիր այսպես տեսք տալ մեր թխվածքին, սիրելիներս, լավ օր եմ մաղթում, շնորհավորում եմ բոլորիս, մեր երեխաների ավարտականի կապակցությամբ եւ մաղթում եմ բարձր տրամադրություն։ Լավ եղեք, վայելեք, վայելեք այսպիսի համեղ ուտեստներ, փորձենք նաեւ կտրել, տեսնել, թե ինչ է ստացվել, ինչու ոչ, տեսքնել է շատ կարեւոր, այնքան տաք է, որ էլ ասելու չէ։ Ահա այսպես ձեզ բարի ախորժակ եմ մաղթում եւ լավ օր ու իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։